Գոհություն ենք հայտնում Աստծուն եւ ձեզ շնորհակալություն ենք հայտնում այս բարի հրավերը չմերժելու, այստեղ գտնվելու համար։ Թող Աստված շատ օրհնի ձեզ։ Մենք բոլորս քրիստոնյա ենք, դարավոր քրիստոնյա եւ բոլորս էլ ունենք պարծանք, որ մենք քրիստոնյա ենք։ Ես էլ եմ վստահ, որ այստեղ բոլոր գտնվողները Քրիստոսի մասին շատ թե քիչ բոլորս էլ լավ գիտենք ու ճանաչում ենք, ինչքան որ Աստված մեզի հայտնել է։ Բայց այսօրվա առիթը մեզ Աստված հնարավորություն ա տվել իր կամքով եւ շատ ջանասեր եղբայրների միջոցով, որպիսի այդ առիթը ավելի օգտագործի, որպիսի մենք ավելի մոտիկից ճանաչենք Աստծուն։ Թող Աստված օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Բոլորս էլ ունենք մեր կյանքի մեջ շատ դեպքեր, շատ վիճակներ, որ կարող ենք վկայել Աստծո մեծամեծ գործերի մասին, իր հրաշքների մասին, թե Աստված մեր կյանքում ինչ է արել։ Ես ուզում եմ ուղղակի իմ կարճ կյանքից, իմ հասկացածով ասել այն, ինչը որ ես կյանքով հասկացել եմ մինչև Աստծուն ճանաչելը, եւ Աստծուն ճանաչելուց հետո ինչպես է փոխվել իմ ճանաչողությունը, իմ մտածելակերպը, իմ համոզմունքները, իմ սկզբունքներն ու դիտավորությունները, այն բոլոր բաները, ինչ որ ես չունեի, Աստվածանից ես ստացա։ Ուրեմն ես մի բան հասկացա, որ ես ինքս մարդ լինելով մեղավոր ծնունդով, աշխարհի մեջ ինչ որ մենք արել ենք, յուրաքանչյուր մարդու մեջ այս հատկանիշը կա։ Մենք մեր բնության մեջ առևտուր անելու այդ հատկանիշը կա։ Մենք ուզում ենք աշխարհի մեջ ամենաթանկ բանը ամենաէժան գնով առնենք։ Յուրաքանչյուրս մեր կյանքի բոլոր միջադեպներում կարող է համոզվել։ Գնում ենք շուկա, գնում ենք մեքենա առնելու կամ տուն առնելու, ինչ որ առնելու, մենք անպայման ուզում ենք սակարկենք։ Այդ սակարկելի հատկությունը մեր մեջ կա։ Ամենաթանկ բանը ուզում ենք էժան գնով առնել։ Բայց հավատացեք, ժողովուրդ ջան, աշխարհի մեջ ամենաէժան բանը Աստված առել է ամենաթանկ գնով։ Այս աշխարհի մեջ ամենաէժան բանը Աստված գնել է ամենաթանկ գնով։ Երկիր մոլորակի վրա ամենաէժան բանը եղել է մարդու գինը։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ժամանակին մարդուն ընդամենը 70 քանի կոպեկ էին գնահատում մահվանից հետո։ Եվ այդ գնով ընդամենը մի քանի պաչկա լուցկի կարող էին առնել։ Բայց Աստված այդպիսի արհամարված, անտեսված, չգնահատված մարդուն գնեց ամենաթանկ գնով։ Աստված իր որդին ուղարկեց։ Իսկ Աստծո որդին, Աստծո ամենամեծագույն հարստությունն է, Աստծո փառքն է, Աստծո կարողությունն է, Աստծո ուրախությունն է, եւ Աստված իր ամբողջ ունեցվածքը տվեց ինձ ու քեզ, որպիսի մեզ գնի եւ հավիտյան մեզ հետ լինի։ Թող իր անունը փառավորվի։ Ես կուզեմ կարճ խոսել մի ասմունքով, կուզեմ այն կարևոր ճշմարտությունը, ինչ որ Աստված ուզում է, որ մեր կյանքում բացահայտվի, ճիշտը ճշմարտությունից տարբերենք։ Աստված ուզում է, որ մենք սա իրականում իմանանք։ Արդեն 2000 տարի է, որ Աստծո որդին աշխարհ է եկել եւ բացահայտել է մահվան գաղտնիքը, որ աշխարհի բոլոր մարդիկ ընդհուպ մինչև այսօր շատերը ապրում են այդ մահվան վախով եւ չգիտեն, որ մահը դատապարտված է հավիտենական դատաստանով եւ Քրիստոսին հավատացողների համար մահ գոյություն չունի։ Ովքեր որ ընդունում են Աստծո որդի Հիսուս Քրիստոսին իրենց սրտի մեջ որպես անձնական Տեր ու Փրկիչ, Աստված նրանց մահից դեպի կյանք է տեղափոխում, նրանց հոգու աշխարհում ճակատագրավին փոփոխություն է տեղի ունենում, ինչպես որ աշխարհի մեջ մարդիկ են ասում, Աստծո ճակատագրի մասին այդպիսի խոսք կա, չէ, ասում են, որ մարդը ծնվավ, իր ճակատին գրվում է իր բախտը։ Միգուցե այդպես է, ես չգիտեմ, բայց Աստվածաշունչը ասում է, որ բոլոր մարդիկ մեղանչեցին, Աստծո փառքից պակասեցին։ Բայց ովքեր որ Աստծո որդուն ընդունեցին, Աստված մեղքի հավիտենական դատաստանից, հավիտենական կրակի լճի մահից Աստված փոխեց դեպի հավիտենական կյանք, հավիտենական ուրախություն եւ հավիտենական արքայություն։ Սա է ճշմարտությունը, որ Աստված ուզում է մենք ճանաչենք։ Դրա համար էլ Աստված ամեն ժամանակ բազում անգամ գրել է իր խոսքի մեջ, իմ ժողովուրդը ճշմարտությունը չճանաչելու համար
իմ ժողովուրդը ճշմարտությունը չճանաչելու համար կործանվում է։ Աստված ուզում է, որ ամենքն էլ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչեն։ Փրկվելու համար ընդամենը մանուկ երեխայի պես հավատալ է պետք, բայց հավատալուց հետո մնալ նույն վիճակի մեջ Աստված չի ուզում։ Աստված ուզում է ինչպես որ երեխան է ծնվում, մեծանում, հասակ առնում, գիտակցություն, իմաստություն է ձեռք բերում, ճանաչում ընկալում աշխարհը եւ ապրում աշխարհի կյանքով, այդպես էլ հոգեվոր վերստին ծնված մանուկը Աստված ուզում է որ չմնա մանուկ, ապա աճի Աստծո խոսքի շնորհքի մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, Աստված օրհնի, զորացնի ձեզ բոլորիդ, ամեն։